Սկսում ենք 5 տակարանի ընթերցանությունից և այս անգամ կկարդանք Ծննդոց 25-ից մինչև Ծննդոց 35-ը։ Այսպիսով, նախորդ անգամ մենք խոսեցինք Ռեբեկայի և Իսահակի հանդիպման և ամուսնության մասին։ Մենք կարդացինք հարսի մասին։ Հարսին ոչինչ չէր մնում անելու, քան համաձայնվել, երբ նա տեսավ գանձերն ու լսեց սպասավորի խոսքը։ Իր հեճուկս նրանց, ովքեր նրան համոզում էին հապաղել, նա հավատի որոշում կայացրեց և ասաց. «Ես կգնամ»։ Սա անձի փրկության նկարագրումն է։ Ոգին խոսում է մեզ հետ Հիսուսի մասին և ցույց տալիս մեզ նրա գանձերը, և մենք վստահում ենք Հիսուսին, թեև երբեք նրան չենք տեսել։ Այս անգամ մենք կկարդանք Փեսայի մասին։ Նրա վերջին անգամ տեսել ենք լեռան վրա իր հոր հետ, բայց երեկոյան նա եկավ հանդիպելու իր հարսնացուհին։ Ահա թե ինչ կաներ Հիսուս Քրիստոսը, երբ վերադառնար եկեղեցին։ Հետագայում մենք նրան կտեսնենք ու նրա նման կլինենք։ Իսկ Ծննդոց 25-ում, որ այսօր կարդալու ենք, մենք կկարդանք Աբրահամի մասին, ու հետո կանցնենք Իսահակին, նրա ժառանգին։ Աստծո հարության ուժը գործեց Աբրահամի դեպքում։ Նա նորից ամուսնացավ և ևս 6 որդի ունեցավ։ Աստված կարծեց, թե չի կամենում մարդկանց համար այսօր դա անել, բայց հոգևոր դասը պարզ է, մենք պետք է պղղաբեր լինենք նույնիսկ ծեր տարիքում, մեր և մեր գործերում։ Աբրահամը Իսահակին առանձնացնում է իր մյուս որդիներից։ Նա նրան առատ նվերներ է տալիս, բայց Իսահակին իր ժառանգն է համարում։ Աստված լավ ընծաներ է տալիս չփրկված մարդկանց, բայց միայն նրանք կարող են հայցել նրա ժառանգությունը, ովքեր Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով նրա զավակներն են դարձել։ Մենք կընթերցենք Որբ Իսահակի մասին։ Աբրահամն ապրեց հավատքով և մահացավ հավատքով, և Աստված պահեց իր խոստումը։ Իսահակն ու Իսմայելը միասին սգաց իրենց հոր մահը, քանի որ մահը մի մարդկային ապրում է, որ միավորում է բոլորին։ Փրկություն չունեցող հարազատները կիսում են վիշտը, բայց նրանց կսկիծը անհույս է առանց Հիսուս Քրիստոսի։ Համեմատեք Իսմայելի մահը Աբրահամի մահվան հետ։ Այնուհետև կխոսենք բարեխոս Իսահակի մասին։ Իսահակը 40 տարեկան էր, երբ ամուսնացավ Ռեբեկայի հետ։ 20 տարի շարունակ նրանք սպասել էին ընտանիք կազմելու, որն այդպիսով տեղի չէր ունենի։ Աստված օրհնեց Իսահակին ամեն ինչում, բացի մի բանից։ Նա և Ռեբեկան գիտեին, որ Աստված նրանց ժառանգներ է խոստացել, ուստի Իսահակը արժանանում է այդ խոստմանը և աղոթում։ Իսկական հավատացյալը հասկանում է Աստծո խոսքը և ձգտում է իրագործել Աստծո նպատակները։ Հայր Իսահակը, Աստված նրան տալիս է զույգ զավակներ, որոնք ամեն ինչում հակառակվում էին իրար։ Նա նրանց նաև հայտնություն տվեց, որ կրտսեր որդին Հակոբը կշարունակի մարգարեական գիծը։ Այդ պատճառով թվում է, թե Իսահակը կաջակցեր Հակոբին, բայց մարմնականը հաղթում է հոգեկանին։ Եսավը մարմնավորում է այն մարդուն, ով արհամարհում է հավիտենականն ու ապրում է ժամանակավոր աշխարհի համար։ Այժմ եկեք կարդանք 5 կտակարանից։ Աբրահամի մյուս սերունդը։ Աբրահամն առավ մի կին էլ, որի անունը Քետուրա էր։ Սա նրա համար ծնեց Զեմրանին, Եկսանին, Մադանին, Մադյանին, Եզբոկին և Սովևին։ Եկսանը ծնեց Սաբային, Թեմանին և Դադանին։ Դադանի որդիներն էին Ռաքուելը, Նաբդելը, Ասուրիմը, Լատուսիմը և Լովովմիմը։ Մադիամի որդիներն էին Գեփարը, Ափերը, Ենոքը, Աբիդան և Եդրագան։ Սրանք բոլորն էլ Քետուրայի որդիներն էին։ Աբրահամն իր ողջ ունեցվածքը տվեց իր որդի Իսահակին, իսկ իր հարճերի որդիներին, որոնք Աբրահամից էին, պարգևներ տվեց, և քանի դեռ կենդանի էր, նրանց հեռացրեց իր որդի Իսահակի մոտից դեպի արևելք, արևելյան երկիրը։ Աբրահամի մահը ու թաղումը։ Աբրահամն ապրեց 175 տարի։ Աբրահամը հոգին ավանդեց և մեռավ երջանիկ ծերության մեջ, սառըմյալ ալևորված տարիքում, և գնաց միացավ իր նախնիներին։ Նրա որդիներ Իսահակն ու Իսմայելը նրան թաղեցին Քետացի Սարայի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում, որ գտնվում էր Մամրեի կաղնու դիմաց։ Աբրահամին ու նրա կին Սարային թաղեցին այդ ագարակում, որ քարայրում, ու Աբրահամը Քետի որդիներից էր գնել։ Աբրահամի մահից հետո Աստված օրհնեց նրա որդի Իսահակին, և Իսահակը բնակվեց տեսիլքի ջրհորի մոտ։ Իսմայելի սերունդը։ Սրանք են սերունդները Աբրահամի որդի Իսմայելի, որ ծնեց Եգիպտուհի Հագարը, Սարայի աղախինը, Աբրահամի համար։
Ահա Իսմայելի որդիների անունները ըստ նրանց ցեղերի։ Իսմայելի անդրանիկը Նաբեոթը, ապա Կեդար, Աբդիել, Մատսամ, Մասմա, Իդումա, Մասե, Քոլդադ, Թեմա, Ետուր, Նափես, Էնկեդմա։ Սրանք են Իսրայելի որդիները, եւ սրանք են նրանց անունները ըստ իրենց բնակավայրերի եւ իրենց վրանների, նրանց 12 իշխաններն ըստ իրենց ցեղերի։ Իսմայելն ապրեց 170 տարի։ Նա հոգին ավանդեց ու մեռավ եւ գնաց միացավ իր նախնիներին։ Նա բնակություն հաստատեց Ելիայից մինչև Սուր, որը գտնվում է Եգիպտոսի դիմաց, մինչև Ասորստանի սահմանները։ Նա բնակվեց իր բոլոր եղբայրների դեմ հանդիման։ Եսավի եւ Հակոբի սերունդը։ Սրանք են Աբրահամի որդի Իսրայելի սերունդները։ Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակը 40 տարեկան էր, երբ ամուսնացավ Ասորական միջագետքում ապրող Ասորի Բաթուելի դուստր Ռեբեկայի հետ, որը Ասոր Լաբանի քույրն էր։ Իսահակն աղաչեց Տիրոջ իր կին Ռեբեկայի համար, որովհետև սա ամուլ էր։ Աստված լսեց նրան, եւ նրա կինը Ռեբեկան հղիացավ։ Նրա արգադում իրար էին բախվում երեխաները։ Նա ասաց. «Եթե այսպես է լինելու ինձ, ապա ինչու հղիացա»։ Եվ նա գնաց այն մասին Տիրոջը հարցնելու։ Տերը նրան ասաց. «Քո արգանդում երկու ցեղ կա, որ արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնվի։ Մի ժողովուրդը մյուս ժողովրդին պիտի գերիշխի, եւ ավագը կրտսերին պիտի ենթարկվի»։ Երբ հասան նրա սննդաբերելու օրերը, նրա որովայնում երկու երեխաներ կային։ Անդրանիկ որդին ծնեց բոլորովին Շեք, թավամազ մորթիով, ու հայրը նրան կոչեց Եսավ։ Ապա Եսավի գարշապարից բռնած ծնվեց նրա եղբայրը, սրան էլ կոչեց Հակոբ։ Իսահակը 60 տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց։ Մանուկները մեծացան։ Իսավը հմուտ որսորդ էր եւ վայրամբարո, իսկ Հակոբը մեղմաբարո էր եւ տնակյաց։ Իսահակը սիրեց Եսավին, որովհետեւ նրա որսը կերակուր էր իր համար, իսկ Ռեբեկան սիրեց Հակոբին։ Եսավը վաճառում էր անդրակնիկությունը իրավունքը։ Հակոբը մի անգամ ապուր էր եփել, եւ Եսավը դաշտից եկավ քաղցից թուլացած։ Եսավն ասաց Հակոբին. «Այդ կարմրավուն ապուրից տուր ուտեմ, որովհետև քաղցից թուլացած եմ»։ Դրա համար էլ նրան Յոդոմ կոչեցին։ Հակոբն ասաց Եսավին. «Կտամ, եթե այսօր ինձ վաճառես քո անդրանիկությունը»։ Եսավը պատասխանեց. «Ես մեռնելու վրա եմ, ինչի՞ս է պետք անդրանիկությունը»։ Հակոբն ասաց նրան. «Հենց այսօր երդվիր ինձ»։ Եվ նա երդվեց նրան։ Եսավն իր անդրանիկությունը վաճառեց Հակոբին, իսկ Հակոբը Եսավին տվեց հաց ու ոսպապուր։ Սա կերավ, խմեց ու վեր կացավ գնաց։ Այսպիսով Եսավն արհամարհեց իր անդրանիկությունը։ Իսկ այժմ եկեք կարդանք Նոր Կտակարանի 8 Մատթեոս 8:18-ից մինչև 34-ը։ Հիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով հրամայեց մյուս կողմը գնալ, եւ մի օրենսգետ մոտենալով ասաց նրան. «Վարդապետ, ես էլ քո ետևից կգամ, ուր որ գնաս»։ Հիսուսը նրան ասաց. «Այսուհետև որ ունեն եւ երկնքի թռչունները բուն, բայց մարդու որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ Եվ իր աշակերտներից մեկն ասաց. «Տեր, ինձ թույլ տուր, որ գնամ նախ իմ հորը թաղեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Դու իմ ետևից արի եւ թույլ տուր, որ մեռելները թաղեն իրենց մեռելներին»։ Փոթորկի խաղաղեցում։ Երբ նրան նավակ մտավ, նրա ետևից գնացին իր աշակերտները, եւ ահա ծովի վրա մի փոթորիկ առաջացավ, այնքան որ նավակը ծածկվեց ալիքներից։ Իսկ ինքը ննջում էր, եւ աշակերտները մոտենալով վեր կացրին նրան եւ ասացին. «Տեր, փրկիր մեզ, որովհետեւ կորչում ենք»։ Նրանց ասաց. «Ինչու եք վախկոտ, թերահավատներ»։ Այն ժամանակ վեր կառնալով սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղություն եղավ։ Եվ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի մեկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդվում են սրան»։ Գերգեսացի դիվահարի բժշկումը։ Եվ երբ այն կողմ գերգեսացիների երկիրն անցավ, նրան պատահեցին գերեզմաներից ելած երկու դիվահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որևէ մեկը չէր կարող անցնել։ Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր եւ քո միջեւ, Հիսուս, որդի Աստծո, մեզ տարաժամ տանջելու եկար»։ Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար։ Եվ դևերը աղաչում էին նրան ու ասում. «Թե մեզ այստեղից հանես, մեզ թույլ տուր, որ գնալ խոզերի երամակի մեջ մտնել»։ Եվ նա ասաց. «Գնացեք»։ Դևերը դուրս ելնելով գնացին խոզերի երամակ, եւ ամբողջ երամակը տարավանից դիմեց դեպի ծով, եւ ջրերի մեջ սատկեցին։ Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով պատմեցին ամեն ինչ, նաեւ դիվահարների դեպքը, եւ ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնա։
Իսկ այժմ եկեք կարդանք Սաղմոս 10:1-15-ը։ Այստեղ խոսվում է անհավատների մասին, թե ինչպես են նրանք գոռոզանում, ինչպես վստահ են, որ իրենք չեն պատժվելու, եւ որ Աստված չի տեսնում նրանց բոլոր կատարած անարդարությունները, բայց Աստված համբերատար է եւ արդար է, նա փորձության է ենթարկում բոլորին եւ համբերատար սպասում է։ Նա նաեւ երկրորդ հարցի պատասխանն այստեղ կա, թե արդյոք Աստված օգնում է։ Այո, Աստված օգնում է ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձևերով, քանի որ վերջի վերջո նա թագավոր է։ Թվում է, թե անարդարությունը այսօր հաղթում է, այսօր մեր ժամանակներում, բայց դա միայն ժամանակավոր է։ Աղոթք արդարության համար։ Ինչու Տեր, հեռու մնացիր։ Անտարբեր եւ այլ նեղության ժամանակ ամբարիշտի խոխորտալուց տոչորում էր աղքատը, թող խափանվեն այն հնարքները, որ խորհեցին նրանք, քանզի գովաբանում է մեղավորն իր ցանկությունների համար, գովաբանում է նա, ով զրկում է։ Իսկ մեղավորն ինչու բազում դառնություն զայնացրեց Աստծուն, թե չի ստանա հատուցում։ Չկա Աստված նրա աչքերի առջև, մշտապես պիղծ են նրա ճանապարհները։ Իրավունք Աստվածը վերացել է նրա մտքից, նա կտիրի իր բոլոր հակառակորդներին։ Նա ասում է իր սրտում, թե չի սասանվի, դարեդար կապրի առանց փորձանքի, անեծքով, դառնությամբ ու նենգությամբ լի է բերանը նրա, իսկ լեզուն տակ ցավ է իր տառապանք։ Մեծամեծների հետ դատարան է մտնում, որ գաղտնաբար սպանի անմեղին։ Նրա աչքն աղքատի վրա է, դարանակալում է թաքստոցում, ինչպես այրուցն իր որջում, դարանակալում է հափշտակելու աղքատին եւ ճանկելու նրան։ Նրան կգցի իր որոգայթը, բայց տիրելով տնանքներին նա կխորհի ու կընկնի։ Նա ասում է իր սրտում, թե Աստված մոռացել է, շրջել է երեսը իր բնավ չտեսնելու համար։ Ելիր, Տեր իմ Աստված, թող բարձրանա քո ձեռքը եւ մի մոռացիր տնանքներին։ Իսկ ամբարիշտն ինչու բարկացրեց Աստծուն, ասելով թե իր սրտում, թե ինքը չի քննուի։ Տեր, տեսնում ես դու աղքատին, նայելով նրա ցավին ու ստրկմությանը, նրան քո ձեռքը վերցնելու համար։ Քեզ է ապավինել աղքատը, եւ դու ես որբի օգնականը։ Թող խորտակվի մեղավորի ու չարագործի բազուկը, թող փնտրեն նրա մեղքերն ու այլևս չգտնվեն։ Իսկ այժմ եկեք կարդանք Առակ 3:7-8-ը։ Դու քո աչքին իմաստուն մի թվա, այլ վախեցիր Տիրոջից եւ խուսափիր ամեն չարից։ Դա քո մարմնի համար բուժում է եւ քո ոսկորների համար դարման կլինի։